Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործը։ Սա ֆենոմենալ է։ Ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 4 լրատվամիջոցի տված հարցազրույցում խոսել է վարչապետի իմպիչմենտի գործընթացի մասին, մեղադրել Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի ու միլիոնավոր դոլարներ փոշիացնելու մեջ, անդրադարձել 2018-ին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցելու Սերժ Սարգսյանի սխալներին և հայտարարել երկրի ղեկը դարձյալ ստանձնելու պատրաստակամության մասին։ Իսկ դուք վստահ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ռոբերտ Քոչարյանը իրատեսական չի համարում այսօր խորհրդարանում մեկնարկած վարչապետի անվստահության գործընթացը։ Ավելին, խորհրդարանական ամենամեծ Հայաստան խմբակցության առաջնորդը չբացառեց, որ իմպիչմենտի նախաձեռնությունը բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից, նշելով, թե վստահ չէ, որ վարչապետը դեմ է այդ գործընթացին։ Լսում եք վստահ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ զորոյի ձգտող հավանականություն իմպիչմենտի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որը նման գործընթաց ունենալու կամ չունենալու երաշխիք ունենալու։ Ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը զորոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ումա դա հետաքրքիր։ Օրինակ կարող մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լիներ վարչապետի թեկնածու, դա կյանքի երազանք։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ որ մարդկանց։ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ ոչ միայն ինքը, այլև այժմ խորհրդանում վարչապետի իմպիչմենտին աջակցող Սերժ Սարգսյանի հանրապետականն էլ այդ գործընթացը իրատեսական չի համարում։ Ըստ նրա հենց դա է պատճառը, որ Սարգսյանի առաջնորդած պատիվունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրում։ Պատիվունեմը ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է սատարել նաև Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Հեռանկարը չեմ տեսնում, դրա համար թեկնածու չունեմ։ Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ տեխնացու պատրաստ է ուղղակի մտնել այդպիսի գործընթացի մեջ։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց նաև հարցին, թե ով է իրականում ցանկանում իմպիչմենտի գործընթացի միջոցով իրեն թիրախավորել։ Ըստ էության Քոչարյանը չհերքեց, նախաձեռնողների ետևում Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետականն է։ Տվյալ դեպքում ենթացեք սա ձեր հանրապետական կուսակցությունն է ենթադրում։ Դե փոխադարձ վիրավորակն է այդ երկու խմբակցություններից էր։ Հիմա իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակեն։ Անիրատեսական համարելով իմպիչմենտի գործընթացը, Քոչարյանը միաժամանակ չբացառեց արտահերթ ընտրությունների հնարավորությունը, այդպես էլ չմանրամասնելով, թե ինչպես։ Հնարավոր է արտահերթը չէ, հնարավոր է հավանականություն ես տեսնում եմ որոշակի։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նաև Փաշինյանի իշխանությանը վերագրվող կոռուպցիոն գործերից խոսեց, պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի ոլորտում։ Մասնավորապես խոսելով լուծարված անիվի մասին, Քոչարյանն ասաց, Փաշինյանին համարում է կոռուպցիայի Էյնշտեյն։ Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով հարկատուների կողմով։ Հետո ստեղծել օֆիս։ Ընկեր Արազատ Խանամի բանման ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում 2 ամիս այդ փողը անհետացել։ Այս մարդը Դեվիդ Կոպերֆիլդն է։ Սրանց ճակատներին պետք է sense տատու անել։ Կոռուպցիոն հանճարներ։ Պնդելով, որ կոռուպցիան Փաշինյանի իշխանության օրոք համատարած է, Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված 100 միլիոն դոլարի մասին, շեշտելով, թե պարզ չէ, ինչի վրա են ծախսվել այդ գումարները։ Երկրորդ նախագահն ում Նիկոլ Փաշինյանն անդադար մեղադրում է երկիրը թալանելու եւ հարստանալու մեջ, հենց Փաշինյանին մեղադրեց բյուջեի գումարները փոշիացնելու համար։ Հիմնավոր կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Ես իրենից մի 10 անգամ 15 անգամ չգիտեմ որտեղ է։ Նույնիսկ даже обидно։ Արձագանքելով երկրորդ նախագահի այս մեղադրանքներին, ազգային ժողովի խոսնակը նրան է անվանել թալանչի։ Դե կարծում եմ ինքը պետքա բժիշկի դիմի, եթե այդպես հայտարարություններ է անում, որ կասեմ, որ ավելի լավ կլներ ինքը խոսար այդ 200 միլիոն դոլարը վերջը Ղարաբաղից էին բերել, պապներ կտակե, Ալբանիայից էին ստացել որպես օգնություն, թե որտեղից է այդ 200 միլիոն դոլարը, ել չեմ ասում մնացած ունեցվածքը։ Երկրորդ նախագահն այսօր եթեր հեռարձակված հարցազրույցում անդրադարձել է նաև այն հարցին, թե որքանով էր ճիշտ 2018-ին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցելու Սերժ Սարգսյանի որոշումը։ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, այժմ ավելի ճիշտ է հետևյալ հարցերին պատասխանել, որոնք էին այդ իրադարձության պատճառները, թրիգերը որն էր եւ արդյոք հնարավոր էր խուսափել դրանից, թե ոչ։
Քոչարյանի համոզմամբ պատճառը երկրում առաջացած հսկայական լարվածություններ, ինչի վկայությունն էր Էլեկտրիկ Երևանը, ապա ՊՊՑ գնդի գրավումը, երբ ըստ Քոչարյանի անգամ 3 զոհի պարագայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցի պաշտպանություն զինված խմբի։ Երկրորդ նախագահը նշում է, որ այդ ժամանակ կար նաև քաղաքական եւ տնտեսական մոնոպոլիաների չափազանց մեծ հակում, ինչը հանրային մեծ լարվածություն էր ստեղծում։ Ռոբերտ Քոչարյանը հեռահար հարցեր ուղեց երրորդ նախագահին, արդյոք ոչ ազգային անվտանգության ծառայությունը եւ ոչ էլ 150 հազարանոց հանրապետականը այդ իրավիճակի մասին իրենց ղեկավարին տեղյակ չէին պահում։ Տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահան ընտրվեց վարչապետ։ Ակնհայտ է, չէ՞, որ տրիգերը դա էր։ Մստի հարց է առաջանում, իսկապես ո՞նց եղավ, որ դուք չգնահատեցիք իրական լարվածության աստիճանը։ Երևի թեկուզ կար խոստում, որ այլևս պաշտոն չեն զբաղեցնելու, այնուամենայնիվ երրորդ նախագահը որոշեց ընտրվել վարչապետ։ Եվ սա պայթեցրեց վիճակը։ Ռոբերտ Քոչարյանը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք հնարավոր էր խուսափել իշխանությունը հենց Փաշինյանին փոխանցելուց։ Երկրորդ նախագահը վստահ է, հնարավոր էր եւ այլընտրանքը կրակելը չէր, ինչպես որ հիմա փորձում են արդարանալ հանրապետականները։ Իսկ ինչի հանգուցալուծումը դուք տեսնում եք միայն քրակելու մեջ։ Ընդհանրապես պետք է փորձել իրեն շրջանակներից գտնել պինդ նաև բնավորություն ունեցող մարդ, ամուր մարդ, ընտրել այդ մարդու եւ փորձել վիճակը հանգստացնել։ Կարեն Կարապետյանի անունը կհանգստացվեր։ Ես համոզված եմ, որ եթե ընտրվեր հենց սկզբից Կարեն Կարապետյանը, այս պատմությունը չէր լինել։ Իդեպ Քոչարյանը փակագծեր բացեց, ասելով, որ մինչև Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը, երբ իրավիճակը լարվում էր, զանգել եւ խոսել է նրա հետ, հարցրել իրավիճակը ինչպես է գնահատում, քանի որ տարբեր տեղերից ասում էին, որ խնդիր կա եւ կոնտրոլը կորցնելու են, բայց Սերժ Սարգսյանն ասել է, թե որևէ խնդիր չկա։ Ինքը շատ հանգիստ ասեց, ոչ պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ։ Մի քանի օր հետո հրաժարակ ընտրեց։ Հիմա ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է։ Չնայած Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնություններին, Ռոբերտ Քոչարյանը չբացառեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար հնարավոր է նաև հետընտրական համագործակցությունը հանրապետականի հետ։ 2026-ի ընտրություններից 1 տարի առաջ Քոչարյանն ուղիղ հայտարարեց, պատրաստ է ստանձնել երկրի ղեկը։ Հիմա ես ասում եմ, ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։ Չեք ուզում հարցերը լուծվի, գնացեք, ուզում եք քվարկեք, ուզում եք հարցերը լուծվի, քվարկեք։ Սենց ալի։